Ինչ է սատանիզմը։ Սատանիզմը դա գաղափարական և փիլիսոփայական համոզմունքների մի խումբ է, որը հիմնված է սատանայի կերպարի վրա։ Սատանայական խմբերը, որոնք առաջացել են 1960-ականներից հետո, բազմազան են։ Այն բաժանվում է երկու հիմնական ճյուղերի՝ աթեիստական սատանիզմ և ոչ աթեիստական սատանիզմ։ Ոչ աթեիստական սատանայապաշտները պաշտում են սատանային որպես գերբնական աստվածություն, տեսնելով նրան ոչ թե որպես ամենակարողի, այլ հովապետի։ Ի հակադրություն ոչ աթեիստական սատանիզմի, աթեիստական սատանիզմը սատանային դիտարկում է որպես մարդկային որոշ հատկանիշների խորհրդանիշ։ Ժամանակակից այս չարիքը՝ սատանիզմը, մեծ մասամբ ամերիկական երևույթ է։ 1990-ական թվականներին սատանիզմը սկսեց հասնել կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրներ՝ Լեհաստան և Լիտվա, և հատկապես տարածվեց կաթոլիկ երկրներում։ Սատանիզմի մեջ սատանայի կերպարը ներկայացվում է որպես ազատության և հզորության կերպար։ Իհարկե, նրանք այսպես իրենց խաբում և հույս են տալիս, որովհետև միակ Տերը, Տեր Աստվածն է, Սուրբ Երրորդությունը, Հայր, Որդի և Սուրբ Հոգի։ Որոշ պատմաբանների վկայությամբ սատանային նվիրված պաշտամունքներ են տեղի ունեցել նաև Լյուդովիկոս 14-րդի օրոք թագավորական պալատում։ Սատանիստների մի մասը երկրպագում է խավարը և չարը, իսկ մյուս մասի համար սատանան համարվում է լուսավոր սիմվոլ, այսինքն դրական կերպար, որը խորհրդանիշն է բնության և ազատության։ Սատանայի կերպարը սկիզբ է առել հին հեթանոսությունից։ Հեթանոսը ոչ միայն հավատում էր չար ոգու գոյությանը, այլ նաև ծառայում էր նրան։ Որպես կանոն, այս չարիքը, այսինքն սատանան, ունի պատվիրաններ և գոյություն ունեն սատանայական մի շարք նշաններ։ Սատանայական սիմվոլներն են շրջված պենտագրամը, այսինքն 5 ճառագայթանի աստղ, որի երկու ճառագայթները դեպի վեր են։ Այն համարվում է 19-րդ դարի սատանայական սիմվոլ։ Երկրորդ՝ երկգլխանի օձ, որը նշանակում է երկու տեսակի իշխանություն։ Երրորդ՝ Բաֆոմետի նշանը, որը սատանայական եկեղեցու պաշտոնական նշանն է։ Այն շրջված պանտոգրամա է, որի մեջ նկարված է այծի գլուխ։ Պանտոգրամայի շուրջը օղակի մեջ։ Աստղի ամեն ճառագայթի մոտ գրված է Լավեայի, այսինքն երկգլխանի օձի անունը։ Երրորդ՝ շրջված խաչ։ Այն չունի մեծ նշանակություն։ Ըստ լեգենդի, շրջված խաչի վրա են խաչել Պողոս առաքյալին, որովհետև նա չէր համարում իրեն մահանալ Քրիստոսի նման։ Չորրորդ՝ սատանայի թիվը 666-ն է։ Շատ ժամանակ սխալ է արվում, որ 666 թիվը բաժանվում է 3 հատ 6 թվի։ Ասում են, որ չի կարելի այդպես անել։ Հրեշի համարը բաղկացած է 3 բառից՝ 666։ Հնում տառերը նշանակվում էին թվերով։ Այդ պատճառով էլ շատերը կարծում են, որ 666 թիվը հնարավոր է ինչ-որ մեկի անուն կամ բառ լինի։ 20-րդ դարի գիտնական Շտաուփերը ասել է, որ այդ թվի տակ է թաքնված նաև իմպերատոր
Դոմեցյանի անունը։ Սատանայական 9 պատվիրաններն են։ Առաջին. Սատանան ներկայացվում է որպես հանդուրժողականություն, այլ ոչ թե լարվածություն։ Երկրորդ. Սատանան ներկայացվում է որպես կենսական էություն, անիրականալի երազանքների փոխարեն։ Երրորդ. Սատանան ներկայացվում է որպես ձեռք չտված իմաստություն, ինքնախաբեության փոխարեն։ Չորրորդ. Սատանան, այդ չարիքը, ներկայացվում է որպես ներողամտություն, նրանց հանդեպ, ովքեր արժանի են, ոչ թե ծախած սեր անարժանների վրա։ Հինգերորդ. Սատանան ներկայացվում է որպես վրեժ, այլ ոչ թե հարվածից հետո մյուս այդն էլ է դեմ տալիս։ Վեցերորդ. Մոլախոտի պես չարը տարածած, աշխարհը չարությամբ լցրած այդ հրեշը ներկայացվում է որպես պատասխանատվություն պատասխանատուների համար, այլ ոչ թե մասնակցություն հոգու վամպիրներին։ Յոթերորդ. Սատանան ներկայացվում է մարդուն որպես ընդամենը կենդանի, հազվադեպ ավելի լավը և հաճախ ավելի վատը, քան նրանք, ովքեր քայլում են 4 թաթերի վրա։ Կենդանի, որը իր հոգևոր, աստվածային և ինտելեկտուալ զարգացման ընթացքում դարձել է ամենավտանգավորը բոլոր կենդանիներից։ Ութերորդ. Սատանան ներկայացվում է որպես այսպես կոչված մեղքերը, քանի որ այդ մեղքերը տանում են դեպի մտավոր, ֆիզիկական և էմոցիոնալ բավարարվածություն։ Եվ ահա 9-րդ պատվիրանը, որը մեզ, քրիստոնյաներիս մոտ կարող է զայրույթ առաջացնել, այն է, որ Սատանան միշտ եղել է եկեղեցու լավագույն ընկերը, աջակցել նրա բիզնեսին այդ տարիներին։ Սատանայի աստվածաշնչի հեղինակն ու հիմնադիրը Անտոն Շադոն Լավեյն է։ Նա ասում է. «Ես փիլիսոփայություն չունեմ, իմ ունեցածը հավատալ սովորեցնելն է։ Սատանան տիրապետում է մարդկային մութ, խավար կողմին։ Մեր բոլորի մեջ էլ Սատանա կա, խնդիրն այն է, որ ճանաչենք ու դրսևորենք այն, այսինքն դուրս հանենք նրան։ Քրիստոնեությունը ևս համամիտ է, որ մեր մեջ կա երկուսն էլ, այսինքն դժոխքից մինչև դրախտ, կա ամեն բան, սակայն քրիստոնեությունը հորդորում է աճեցնել և դրսևորել բարին, լուսավորը։ Ըստ սատանիզմի, մարդը ընդամենը կենդանի է և հազվադեպ ավելի լավը և հաճախ ավելի վատը, քան նրանք, ովքեր քայլում են 4 թաթերի վրա։ Քրիստոնեությունը մարդուն համարում է Աստծո որդի, հավաստելով, որ կարող ենք մենք մեծի շնորհի հավերժ ընտրությամբ Աստված իսկ լինել։ Գարեգին Նարեկացու խոսքեր։ Ըստ սատանիզմի, մեղքերը տանում են դեպի էմոցիոնալ և մտավոր բավարարվածություն, սակայն քրիստոնեության ընկալմամբ մեղսալի ցանկության բավարարումը կարող է հանգեցնել ավելի մեծ անբավարարվածության, իսկ դա բավարարելու, ավելինն ուզելու պարույրը հանգեցնում է հոգու ընկճախտի, ցասման, հոգու տանջանքի։ Ըստ քրիստոնեության, հոգու բավարարվածություն կարող է լինել երջանկությունը, հոգու խաղաղությունը։ Մոգական տարրերով հագեցած սատանիզմը ունի մի շարք ծիսակատարություններ, ինչպիսիք են հարսանիքի, թաղման, մկրտության և այլն։ Կա նաև սև պատարագի ծիսակատարություն, որը
կատարում են տարվա որոշակի օրերին։ Հայաստանի կրոնական 65 կազմակերպությունների ցանկում սատանիզմը չկա, սակայն տարիներ շարունակ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ հայտարարել են, որ սատանիստ են, խմում են արյուն, տանջամահ անում կենդանիների, կատարում ծեսեր ու զոհաբերություններ, չմոռանալով նշել, որ մարդկային զոհեր չեն մատուցում։ Սակայն այն ծիսակատարությունները, որոնցով զոհաբերում են մարդ, անմեղ երեխաներ, թե ինչեր են անում այդ զոհաբերությունների ժամանակ, նախընտրում եմ լռել, որովհետև դրանք նորմալ և գիտակից մարդկանց բանականությունից ուղղակի դուրս են, և ոչ միայն ժամեր, այլ օրեր պետք կգան այդ մտքերը ու վատ ինֆորմացիան ուղեղից դուրս շպրտելու համար։ Եղել է դեպք, որ 18-ամյա աղջիկը սպանել է իր հարազատ մորը, մայր, ով ծնել է իրեն, լույս աշխարհ բերել և փորձում է իշխել իր գիտակցության վրա։ Սատանիստների մեջ կա մի պատկերացում։ Նրանք Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը դիտարկում են որպես այլմոլորակայինների ներխուժում, երկիր մոլորակ։ Նրանք ասում են, որ պետք է ծնունդ տան Բաբալոնին, որ նա հաղթի Քրիստոսին։ Գոյություն ունեն սատանայապաշտության 7 աստիճաններ։ Առաջին աստիճանը գուշակությունները, մոգությունները, ոգեկանչությունները և դրանցով զբաղվողներն են։ Երկրորդ աստիճանն այն անձինք են, որոնք հետաքրքրված են սատանիզմով և գնում են դեպի նա։ Նրանք ունեն իրենց գրականությունը և փորձում են ինքնուրույն սատանայական ծեսեր իրականացնել։ Երրորդ աստիճանում այն խմբերն են, որոնք միմյանց հետ կապ հաստատելով փորձում են դեպի սատանիզմ նոր խմբեր ներգրավել։ Չորրորդը արդեն սատանայական եկեղեցու ստաժավոր անդամներն են, որոնք հավաքում են երիտասարդների և հավաքագրում են շատ զգուշորեն, անցկացնելով թեստեր, հանձնարարելով շարադրություններ։ Հինգերորդը կոչվում է ամուր հենք։ Սրանք են նրանց քրմերը, որոնք կատարում են այդ արյունոտ պատարագները։ Սատանայապաշտության 6-րդ աստիճանը նրանց ղեկավարներն են, որոնք իբր հաղորդակցվում են սատանայի հետ և նրանք իբր կարողանում են ազդել ցածրակարգ ստորին ոգիների վրա։ Եվ 7-րդ մակարդակում իրենց լիդերներն են, որոնք իլյումինատոր են կոչվում, որոնք ամբողջովին տրվել են սատանային, այսինքն իրենց հոգին լրիվ վաճառել են սատանային։ Մի խոսքով, սատանիզմը սարսափելի աղանդ է, և ըստ աղանդավորական մի տեսակետի, մարդը կիսով չափ Աստծուց է, կիսով չափ սատանայից։ Ասում են, ոչ մի միրգ ուտելու համար դրախտից չեն վտարում։ Ըստ նրանց, Եվան Ադամին դավաճանել է, հարաբերվելով սատանայի հետ, և սատանայից ծնվել է Կայենը, որը սպանեց իր եղբորը, այն եղբորը, որի հայրը Ադամն էր։ Մենք, քրիստոնյաներս, իհարկե դեմ ենք այդ տեսակետին։ Ամբողջ տիեզերքի, մարդու, մարմնի և հոգու արարիչը մեր բարի Տեր Աստվածն է։ Հետևաբար, գնանք դեպի Աստված, բաց չթողնելով այն սուրբ ձեռքը, որը նա մեկնել է դեպի մեզ։ Իսկ սատանիզմը դա մի սոսկալի, սարսափելի աղանդ է, որ եթե խորանանք այդ թեմայի մեջ, իրազեկ կլինենք ավելի դաժան ու սարսափելի երևույթների, որը մեզ պետք չէ։ Սատանիստները երդվում են, որ երբեք ոչ մի պարագայում լավ գործ չկատարեն, մարդկանց չօգնեն, որ այդպիսով հաճո լինեն սատանային։ Սատանիզմը տանում է մարդկանց
ակնհայտ կործանման։